Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է եթերում, այսօր հարցազրույցը եւ իմ հյուրն է սովետական տարիների դիսիդենտ, ազգային ժողովի եւ Գերագույն խորհրդի նախկին падգամավոր, սովետական տարիների այլախոհ եւ քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, ողջույն պարոն Արշակյան, շնորհակալ եմ ձեր այս առաջին հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես շնորհակալ եմ նաև ձեր հարգարժան հետևորդներին ինձ ունկնդրելու, ինձանով հետաքրքրելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Արշակյան։ Դե այսօրվա մեր խոսակցության առիթը հենց այսօրվա օրն է, օգոստոսի 23-ը, սա օր է, որ երկու այսպես իր իմաստն է կրում, մեկը իհարկե մեր անկախության հռչակագրի ընդունման օրն է, որին դուք անձամբ մասնակցություն եք ունեցել որպես մեր պետության այսպես հիմնադիր հայրերից մեկը, ուզեք թե չուզեք, դա այդպես է։ Եվ երկրորդը, այս ամառային օրով 39 թվականին երկու տերորիստական ռեժիմներ, նացիստականը եւ բոլշևիկյանը գործարք կնքեցին, որը դուռ բացեց երկրորդ համաշխարհային պատերազմի համար, որը հայ ժողովրդի վրա նստեց եւս կես միլիոն զոհ, պարոն Արշակյան։ Եվ այդ տոտալիտար ռեժիմը, եթե մեկը Նյուրնբերգով ստացավ իր միջազգային գնահատականը, մյուսը չի ստացել, իր Նյուրնբերգը չի ունեցել, եւ Հայաստանը որպես սուվերեն պետություն եւ ձգտելով եվրոպական համայնքին անդամակցելու, իդեպ այսօր Եվրոպան նշում է տոտալիտար ռեժիմների, ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակի համաեվրոպական հիշատակի օր եւ հավասարության նշան է դնում այդ երկու ռեժիմների միջև, մինչդեռ Ռուսաստանում Ստալինի եւ ստալինիզմի այդ ուրեմն ուրվականը վերակենդանացվում։ Նախ սկսենք ու ըստ էության այդ ներքին իմաստով այս երկու իրադարձությունները փոխկապակցված են, երբ մենք պետք է վերաիմաստավորմամբ գանք մեր, այսպես ասենք, ինքնիշխան մտածելակերպին նաև։ Ինչ մտորումներ ունեք այս ամենի հետ կապված համեցեք։ Շնորհակալություն։ Գիտեք, տարօրինակ ձևով Նյուրնբերգում ոչ միայն գնահատական չտրվեց հանցակցին, նացիզմի հանցակիցն էր բոլշևիզմ, երկրորդ համաշխարհային պատերազմը սկսել են երկու տոտալիտար, երկու հանցագործ ռեժիմներ։ Մենք հիմա ասում ենք տերորիստական, բայց այդ տերորիզմի հանցագործության տեսակներից մեկն է, ավելի ընդարձակ է եղել։ Երկու կողմում էլ ավելի խորը եւ ավելի արհեստավարժ հանցագործներ եղել։ Գերմանիան զավթել էին նացիստները, Ռուսական իմպերիան զավթել էին բոլշևիկները, ու Նյուրնբերգում տարօրինակ ձևով այսօր իմիջիայլոց դա արդեն 80 քանի տարի հետո գիտակցում են հաղթողները, որ ինչ որ իմաստով սխալ է արվել, որ գնահատական չի տրվել հանցակից մյուս պետությանը։ Ես կարծում եմ, որ մեր առաջ Հայաստանի Հանրապետության առաջ, պետության առաջ, հասարակության առաջ այդ խնդիրը կա, պետք է գնահատական տրվի, որովհետև այդ ժամանակներին, այդ ժամանակ մեր երկիրը զավթած, գիտեք հիմա մսակ տարօրինակ է, որ զավթիչների մասին ենք խոսում, մեր երկիրը զավթած երկիրը, այսինքն բոլշևիկյան պետությունը,
որը 36 թվականից կորցվեց սովետական միություն, հետաքրքիր է, չէ՞, այդ պետությունը դեռևս մեր մոտ իր գնահատականը չի ստացել։ Մենք շատ լավ գիտենք, ուղղակի մանրամասն ուսումնասիրվել է եւ ներկայացվել է, ես կասեի քննվել է նացիստական Գերմանիայի եւ իր դաշնակիցների վարքագիծը, արարքը, հանցագործությունը, բայց իրենց գործընկերոջ 2 տարի սովետական միությունը եղել է պատերազմի մասնակիցը, հանցագործ պատնեշի կողմից, պատկերացնում եք, մի համատեղ ծրագիր է եղել, ու այդ մի մասը դուրս է մնացել, նաև մեր գնահատականը պետք է լինի, շատ հնարավոր է, որ հենց մենք էլ սկսենք դա, տեսեք Լեհաստանը դրանով չի զբաղվում, Ֆինլանդիան դրանով չի զբաղվում, տուժած կողմերի մասին է խոսքը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, այդ հարցը չեն բարձրացնում, որտեղ օգոստոսի 23-ին ոչ միայն, այսպես ասենք, ոճրագործության սկիզբը դրվեց, այլ նաև դա ազատազրկեց, կյանքից զրկեց բազմամիլիոն մարդկանց կյանքից զրկեց այդ օրը, օգոստոսի 23-ին, ուզում եմ, որ մենք մի քիչ այլ աշտարակ ասեմ, հա, մեր զանգակատնից դրա մասին խոսենք, որտեղ ողջակիզման ենթարկված հրեա ժողովուրդը մասնագիտորեն, մանրամասնորեն իր բաժին տառապանքը, իր կորուստները մանրամասնորեն ներկայացրել է աշխարհին եւ պաշտպանում է իր շահերը։ Լեհաստանը իր շահերը պաշտպանում է, Ֆրանսիան իր շահերը պաշտպանում է, տուժածները հանցագործության հետևանքով կորուստներ ունեցած ժողովուրդները եւ պետությունները զբաղված են իրենց շահերով։ Մենք մի տեսակ շարունակում ենք տարօրինակ ձևով մնալ հանցագործի հանցակիցը, եթե կուզենք։ Մենք հիմա հանցակից ենք, մենք սովետական միության մի մասը, փոքր մասը, որպես մասնակցել ենք հանցագործությանը։ Մենք նույնիսկ պետք է այսպես ասենք, մենք անդադ ասում ենք, որ մեր քաշեցին, չգիտեմ, ինչի մեջ, բայց մեր գնահատականը, մենք ներքաշվել ենք հանցագործությանը, մենք տուժած կողմ ենք, թե մենք հենց հանցագործներից մեկն ենք, մեր մասով։ Այս ուզում եմ, որ մենք այդ բանի վրա ուշադրություն դարձնենք, եթե մենք չենք հրաժարվում, չենք դատապարտում մեր դահիճին, եթե չենք դատապարտում, մենք դառնում ենք նրա գործընկերը, դրա վրա պետք է մենք ուշադրություն դարձնենք, ուզում եմ ես առիթից օգտվել, որովհետև պարոն Մեհրաբյան, հիմա գիտեք, խառը ժամանակներ են, իսկ չգիտեմ երբ է լինում, որ պարզ եւ հստակ ժամանակներ են լինում, միշտ խառն են լինում ինչ-որ պատճառով։ Հիմա մենք մասնակցել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում, մենք էլ ենք հրահրել, որպես 1936 թվականից մենք սովետական սոցիալիստական հանրապետության ակտիվ բաղադրիչներից մեկն ենք եղել, հիշեք, Սասունցի Դավիթը հազարամյակը նշվեց, Հայաստանի Հանրապետության սովետական Հայաստանի 10-օրյակը Մոսկվայում, սահմանադրություն, եւ այսինքն մենք այնպես չի, որ գիտեք ինչ, սպիտակ ու փափլիկ նստած ենք եղել Զագարամի, չէ, մենք մասնակցել ենք, 8 դիվիզիա մենք ուղարկել ենք, այդ 8 դիվիզիան պարտադիր չէր, որ ազատագրեր աշխարհը նացիզմից, նրանք որ ուղարկեին գնալու էին կռվելու, հիմա մենք պետք է ասենք, մեր պապերը, մենք դրանով հպարտանում ենք իդեմ ասած, որ մենք ի վերջո մասնակցեցինք նացիզմի ոչնչացմանը, կործանմանը, մենք արդարացրեցինք ինքներս մեզ, մեր պապերը արդարացրեցին իրենց, բայց այն 2 տարվա գնահատականը պետք է տանք, ու ոչ միայն 2 տարին է,
Դա գիտեք ինչ հետաքրքիր ուժերի բարձում է եղել այդ ժամանակ, բարդ ժամանակներ էին։ Պատկերացրեք, այնպես չի, որ մի կողմում ժողովրդավարական ուժերն էին, ասենք անգլոսաքսոնները եւ Ֆրանսիան, չէ, մի ձև էլ կար, դրա մի այլ բան էլ կար, նրբություն էլ կար, կային ազգայնականները, դա հետաքրքիր է, եւ կային իմպերիականները, դա էլ գնահատելու բան է, ապոգաղութացման ծրագիր կար, մարդիկ հույս ունեին, պատկերացնում եք Գաման Աբդել Նասերը, Գանդին, նրանք էլ սպասում էին, ամբողջ Աֆրիկան, դուք գիտեք Ավստրալիան ու Կանադան նույնիսկ այդ ժամանակ բրիտանական իմպերիայի դոմինիոններն էին, ու ծրգիչ բարդ վիճակ է, պատերազմի հետևանքները ինչ եղան, մենք արդյունքները տեսել ենք, որ պատերազմի այդ երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով սկսվեց ապագաղութացումը, իմպերիաները կործանվեցին, միակ ուժը, որ դերներ իմպերիային, դա Միացյալ Նահանգներն էին, Բրիտանիան իմպերիա էր, Ֆրանսիան իմպերիա էր, SSR-ը իմպերիա էր, պատկերացնում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ դրոշակակիրն էին ապագաղութացման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքով ազատագրման կողմը։ Պատկերացրեք ինչ բարդ վիճակ է, հիմա երբ որ մենք գնահատում ենք, ասում ենք Նժդեհը, Դրոն, ազգային լեգիոները, Վլասովի մանիֆեստը, Սովետական միության ազգային փոքրամասնությունների պետություն ունենալու իրավունքը։ Դուք պատկերացնում եք նացիստների դրոշի վրա ինչ էր գրված։ Պետականություն բոլոր ժողովուրդների, ուկրաինացիները պետք է պետություն ունենան, հայերը, վրացիները, ուզբեկները, պետք է պետություն ունենան, նացիզմի դրոշի վրա դա էր գրված, Հնդկաստանը պետք է ազատվի, Ալժիրը պետք է ազատվի, դա նացիզմի դրոշի վրա գրված է, Եգիպտոսը պետք է ազատ լինի, եգիպտացիներին պատկանի, նացիզմի դրոշի վրա դա գրված էր։ Դե հա, իրենց շահերը դա էին թելադրում եւ դա օգտագործում էին մինչդեռ համակենտրոնացման ճամբարներում այդ նույն ժողովուրդների գլխին ինչ ասես բերեցին։ Պարոն Արշակյան, տեսեք, հիմա այդ ամենը Սովետի համար, Ռուսաստանի համար վերածվել է պրոպագանդայի գործիքի եւ ընդհանուր մինչեւ իրենց վարկածը պետության վերածվել է պետական քաղաքականության։ Մինչդեռ այդ ամենը արժանի է քաղաքակիրթ հիշողության եւ դրանով զբաղվում են արդեն մի քանի երկրներում պետական ինստիտուտներ, օրինակ Լեհաստանում ազգային հիշողության ինստիտուտ կա, որը զբաղվում է այդ հարցերով։ Գերմանիայում ուղղակի հենց ժամանակակից Գերմանիան հենց երկու տոտալիտարիզմների հաղթահարման իր փորձն է ուսումնասիրում, հա, թե նացիստական կուսակցության տոտալիտարիզմը, թե կոմունիստական կուսակցության եւ Շտազիի հատուկ ինստիտուտ կա դրանով զբաղվում։ Ուկրաինան ստեղծել է իր ազգային հիշողության ինստիտուտը, Բալթյան երկրները նույնպես, եւ այդ ամեն աշխատանքը փաստահեն, այլ ոչ թե ասենք վհուկների որս իրականացնելու համար է կամ քաղաքական կոնյունկտուրայի տակ ինչ-որ պատմություն մտցնելու, ոնց որ դա անում է Ռուսաստանը, կամ արդարացնելու ինչ-ինչ քայլեր ներկայումս։ Հիմա Հայաստանում կա օրինակ ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որը մեր պատմության ու մեր պատմական հիշողության միայն այդ թեկուզ եւ շատ կարեւոր մասն է ուսումնասիրում ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով եւ փառք ու պատիվ իրենց, բայց ախր մեր պատմական հիշողությունը նաեւ այլ իրադարձությունների հետ է կապված, մասնավորապես դա Հայաստանում այդ
քաղաքական ռեպրեսիաներն են, որոնք սովետական տոտալիտար ռեժիմն իրականացրել է եւ դրանց թիրախում այդ մարդկանցից մեկն էլ դուք եք եղել եւ Հայաստանում պետականորեն ոչինչ չկա դրա վերաբերյալ, պարոն Արշակյան։ Եվ կարծեք թե այդ ամենը հիշելու արժանի չէ, այդ ամենը ուսումնասիրության ենթակա չէ, եւ ինչ-որ sense սովետական իներցիայով գնում ենք, մի օր ունենք ռեպրեսիաների, զոհերի հիշատակի, որը պետականորեն չի նշվում, այլ էնտուզիաստներ, որոշ փոքր հուշարձաններ են կառուցել, հավաքվում են, պետությունից մարդ չկա եւ որևէ ձևով չի այդ ամենը արժանացել պետական ակտով գնահատական։ Ձեր կարծիքը Հայաստանը կարիք չունի նման մի այսպես ինստիտուտի, որը այս հարցերը գիտականորեն կուսումնասիրի եւ կդարձնի հանրության սեփականությունը այդ արդյունքները։ Խնդրեմ։ Ես կարծում եմ, որ ոչ միայն հանրության սեփականությունը պետք է դա նախ սկսեմ ինչից։ Ես երբեմն խոսափում եմ հակասովետական բանից, համարելով, որ ընդհանրապես սովետականը ռուսական իմպերիայի կենսագրության մի մասն է։ Իսկ օրինակ 1841 թվականին, երբ որ լիկվիդացվեց Արմյանսկայա օբլաստը եւ դարձավ Երևանսկայա օբլաստ, դա պակաս հանցագործություններ հայկականության դեմ, դա պակաս չէր։ Ես ուզում եմ ասել, որ երբեմն ես չեմ աշխուժանում ակտիվություն չեմ տալիս հակասովետականության մեջ, բայց ես ասում եմ, գիտեք ինչ, մենք արդեն ունենք մեր գզրոցում, մեր սեղանին, պարոն Մեհրաբյան, մեր սեղանին դրված է տրոցկիզմի համաշխարհային հեղափոխության, Բրեստ-Լիտովսկի, պատկերացնում եք Բրեստ-Լիտովսկի մասին, պայմանագրի մասին, որտեղ Հայաստանի տարածքները զոհաբերվեցին, նվիրվեցին Օսմանյան Թուրքիային, արդեն թե Քեմալական, չէ, Օսմանյանին դեռևս նվիրվեցին, դա գնահատելու բան է, մենք պետք է իմանանք, որ ռուսական իմպերիան որպես մանրադրամ հանձնեց ու ինքը ունի գնահատական։ Հետո հետագայում հենց 18 թվականի աշնանը ռուսական իմպերիան գնահատեց Բրեստ-Լիտովսկի իր վարքագիծը, դավաճանական, հայտարարեց։ Դա մեկ, դրանից հետո տրոցկիզմը եկավ։ Տրոցկիզմը դա նշանակում է նույն բանը արևելքի ժողովուրդներ Հայաստանը զոհաբերելու։ Ինձ այդ մասն է հետաքրքրում։ Ես ասացի, չէ՞ որ ես իմ զանգակատնից եմ խոսում, իմ աշտարակից։ Ես ասացի, շատ կարեկցում եմ, համերաշխ եմ հրեա ժողովրդի հետ, լեհ ժողովրդի, բելարուս ժողովրդի հետ։ Ես կարեկցում եմ, այո։ Ես համաձայն եմ, որ նրանք զոհ են դարձել հանցագործության, բայց իմ աշտարակից եմ ես հիմա ուզում խոսել։ Իսկ ստալինիզմի գնահատականը տրոցկիզմին ես համարում եմ, որ լավ թղթապանակ է, մեր սեղանին դրված է, դա կարելի է վերցնել, շեշտադրումները փոխել, տեղափոխել աշտարակ։ Երկրորդը, ստալինիզմի մասին 20-րդ համագումարի գնահատականը, ես տեսեք ասում եմ տրոցկիզմ, ստալինիզմ, խրուշչովիզմի վոլունտարիզմի մասին Բրեժնևյան ժամանակների գնահատականը, այդ թվում է թե դա Բրեժնևիզմի գնահատականն էր խրուշչովիզմի, ոչ, դա իմպերիայի գնահատականն էր, գնահատականը շատ կարևոր է, այդտեղ շատ, կարելի ասել օբյեկտիվորեն, նույնիսկ ես կասեի կարեկցանքով տրված է սովետական միության ռուսական իմպերիայի գնահատականը, երրորդ փաթեթը վերցնենք, պերեստրոյկայի ժամանակների գնահատականը նախորդ ժամանակաշրջանին փաթեթով եւ վերջապես Շախրայի Ելցինյան ժամանակներում
դեմոկրատական Ռուսաստանը տվեց, պատկերացնում եք, հսկայական աշխատանք կատարվեց, փաթեթով, այ հարյուրավոր կիլոգրամներով փաստաթղթեր հավաքվեցին ռուսական իմպերիայում տեղի ունեցած հանցագործությունների մասին։ Ռուսական իմպերիայի գնահատականը տրվել է, ну, ես այսպես ասեմ, Բրեստ-Լիտովսկ, Տրոցկի գլխապտույտ հաջողություններից այդ կոլեկտիվացում ունեզրկումը սովետական միության ժողովուրդների, ես խոսում եմ իմ աշտարակի մասին, հայ ժողովրդի ունեզրկումը, իրավազրկումը, այդ գլխապտույտը հաջողությունների մասին, այդտեղ մանրամասն տրված է, թե ինչ արվեց եւ ինչի հետևանքով գլխապտույտ առաջացավ, ունեզրկում եւ ազատազրկում քաղաքացիների, քաղաքացիական իրավունքներից զրկվեց հայ ժողովուրդը։ Դրանից հետո այսպես հերթով առանձին այդ բոլորը կա, մենք որպես շատ տուժած կողմ օբյեկտիվությունը պահպանելու դիմակ, ես ասում եմ հարկակարելի է դիմակավորվել օբյեկտիվության դիմակ, վերցնել ասել, որ գիտեք մենք ոչինչ չենք ավելացնում ձեր գնահատականին, մենք համաձայն ենք ստալինիզմի գնահատականը, տրոցկիզմի մասին, մենք ընդունում ենք խրուշչովիզմի օտտիպել, հալոցքի ժամանակների գնահատականը այդ ստալինյան անձիպաշտամունքի ժամանակների մասին մենք համաձայն ընդունում ենք այդ գնահատականը։ Պատկերացնում եք մեր պատմաբաններին, գիտնականներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին եւ մեզ երկուսիս պարոն Մեհրաբյան, ինչքան հեշտ է այդ բոլորը մենք փաթեթավորում ենք, վերջում ամենավերջում կարող ենք բերել նոյեմբերի այդ 9-ի փաստաթուղթը, կարող ենք բերել վերջում, այ մեր կողմից ասել, մեր ժամանակներում տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի աղետը, այդ փաթեթում ժապավենի վրա գրենք 13 թվականի մահվան պսակների վրա, տեսել եք, սև ժապավեններ են գրված ում կողմից, այն մեր կողմից էլ այդպես մի ժապավեն դնենք, որ մենք ժամանակակիցն ենք 13 թվականի սեպտեմբերի 3-ի աղետի, այդ ժապավենը դնենք, տեսեք, ես լրիվ համաձայն եմ ձեր հարցադրման մեջ, ես քվեարկում եմ օգուտ ձեր հարցադրման եւ հայտարարությանը, հարկավոր է տալ գնահատական, առնվազն, ես հեշտացնում եմ մեր գործը, ասում եմ, եկեք այդ փաթեթը ձևավորենք, բայց մեր աշտարակ, ոչ թե Շաֆրայի, ոչ թե Ստալինի, ոչ թե Տրոցկու կարծիքը կապիտալիստների եւ պամեշչիկների կալվածատերերի մասին դա էլ է հետաքրքիր, ցարական եւ բուրժուական Ռուսաստանի մասին էլ կա կարծիք, պատկերացնում եք կարծիք կա Նիկոլայ առաջինի մասին, կարծիք կա Նիկոլայ երկրորդի մասին, Ալեքսանդր առաջինի ու երկրորդի մասին, ես ուղղակի Գերցենի, Ռադիշչևի, Ժելյաբովի, ուզում եք ասեմ Դոստոևսկու կարծիքները բերեք միացնենք, իր հուշեր մեռյալ տնից, այդ հատվածը դնենք գեղարվեստական մաս, շատ կարևոր հարց եք բարձրացնում, պարոն Մեհրաբյան, ես մի տեսակ ինձ լավ եմ զգում, որ ձեր հյուրն եմ, որ այդպիսի կարևոր բան, սովետական միությունը, ներողություն, սովետական միության ժամանակ կատարված հանցագործությունը, այդ թվում երկրորդ համաշխարհային պատերազմ հրահրելը, որպես պրովոկատոր, ու մեր կյանքերը, քանի մինչև հիմա չգիտենք, դուք գիտեք ինչ թվեր կան, աղետալի թվեր են, նախքան պատերազմը Հայաստանը, սովետական Հայաստանը տալիս է 60,000 զինվորական, քվոտան դա էր, 3 քանիսն է 600,000 ենք տվել, 4 երեխաների հայրը զորակոչ
կոչվել գնացել է բանակ 23%-ը նորմալ սովետական միությունում եղել է 10-12%, Հայաստանը, սովետական Հայաստանը տվել է 23%։ Դուք պատկերացնում եք, այսինքն ոնց են ասում դա անական հայության անական սեռի գենոցիդ է տեղի ունեցել 23%։ Այդպեսի թիվ չի կարող լինել, տալել են մեզանից 23%-ը։ Ես այդ օրինակները բերում եմ, երբեմն բերում եմ, առիթից օգտվում եմ։ Մենք մի դիվիզիա ունեի, կոչվում էր Լենինականի դիվիզիա, 8900 հոգի։ Ոչ ոք այդ դիվիզիայից ողջ չի մնացել։ Ինտերնացիոնալ դիվիզիա էր։ Այդ Մեսխետի թուրքերը, ադրբեջանցիները, բալականները, ռուսները, եւ մեր դիվիզիան էր դա։ Դա Ղրիմում, դրոշը չի մնացել, ոչ ոք չի մնացել։ Այդպիսի 8 դիվիզիա ենք ունեցել մենք։ Այդ դիվիզիաներից մի քանիսը լուծարվել են 1942-43 թվականներին։ Այնպիսի մեծ կորուստներ ենք ունեցել, որ դիվիզիան գոյություն չի ունեցել, լուծարվել է, լիկվիդացվել է, Թամանյան դիվիզիայի մասին ենք խոսում, չէ՞ մենք ընդհանրապես, որ մտան Բերլին, բայց 7 դիվիզիան լուծարվել է, որովհետև ոչնչացել է անձնակազմը։ Տեսեք ինչ գին վճարեցինք այդ արկածախնդրություն չի։ Այդ հանցագործության համար, այսինքն մենք ենթարկվեցինք գենոցիդի, հրեաներին, լեհերին, բելոռուսներին հավասար։ Ես մի ժողովուրդ էլ կա, որի մասին ուզում եմ հիմա հիշել, առիթից օգտվել, պարոն Մենաբյան, Չուվաշիան, քրիստոնյա թուրքերը, ղփճակները տվել են 208,000 զինվորական, ուղիղ 100,000-ը ոչնչացել է։ Պատկերացնում եք 50% կորուստ տղամարդկանց, այդ փոքր ժողովուրդը, Չուվաշները։ Ես ուզում ասեմ, տեսեք, մենք հանցագործության զոհերս իհարկե պետք է գնահատականը տանք, պետք է անպայման մեր սեղան լինի, սեղանին դրվի մասնագիտական, այդ Նյուրնբերգ, դուք գիտեք, որ Նյուրնբերգում հանեցին սովետական միությունը, որպես հանցագործ, հանեցին, ասեցին դրան հետո կանդրադառնանք։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այդպիսի հարց եք բարձրացնում։ Եվ պարոն Արշակյան, մոտենում ենք ամփոփմանը եւ հետեւյալ հարցը, երբ Հայաստանը հիմա բռնել է եվրոինտեգրման ուղին, սա իմ մոտեցումն է, որ Հայաստանը պետք է եւ անդամակցում է համաեվրոպական շատ ու շատ ինստիտուտների, սկսած Եվրոպայի խորհրդից։ Եվրոպայում գործում է նաեւ եվրոպական հիշողության եւ խղճի պլատֆորմ, Platform of European Memory and Conscience։ Եվ սա մի խոշոր համաեվրոպական հարթակ է, որը միավորում է տոտալիտարիզմ հետազոտող պետական եւ ոչ պետական կառույցները բազմաթիվ երկրներում։ Եվ Հայաստանը սրան պետք է ինստիտուցիոնալ մասնակցություն ունենա, որպեսզի այդ կուտակած գիտելիքները եւ փորձը նաեւ դառնա մեր հասարակության եւ մեր պետության սեփականությունը եւս։ Եվ առաջարկելով, որ ստեղծվի այդ ազգային հիշողության ինստիտուտը, որը պրոֆեսիոնալ պետք է զբաղվի, իր ակադեմիական, այսպես, գործընկերների հետ միասին, մենք հիշում ենք Տիգրան Մեծին, բայց չենք հիշում մեր երեկվա օրը։ Հիշողության արժանացնում ենք Տիգրան Մեծին, ինչը կարևոր է, շատ ճիշտ է եւ այլն, բայց մեր երեկվա օրը հիշողության չի արժանանում պրոֆեսիոնալ ձևի, պարոն Արշակյան, եւ պետական ակտով այդ քաղաքակիրթ հիշողությունը, այսպես ասենք, չի ձևակերպվում։ Ինչ կարծիք ունեք սրա հետ, սրանով էլ ամփոփենք, մեզ մնում է մի տենց 2-3 րոպե ժամանակ հավեցանք։ Փորձեմ տեղավորվել այդ վարկանների մեջ։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, այդ դրոշը չիջացնել, այն ինչ որ դուք հիմա բարձրացրեցիք, դա թող լինի դրոշ։ Դուք ինքներդ նախաձեռն եք դա,
Այսօր մենք հայտարարում ենք։ Ես պատրաստ եմ ձեր հայտարարությանը միանում եմ, տրամադրում եմ ձեզ իմ դատավճիռները։ Դրանք շատ ֆոտոգենիկ դատավճիռներ են, հակասովետական չեն, ազգային ազատագրական պատկերացնում եք իմ դատավճիռներից մեկը, գիտեք ինչ իմաստն է, որ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշման իրավունքով անցկացնել հանրաքվե եւ դուրս գալ սովետական միության կազմից։ Այդպիսի դատավճիռ ունենք, բայց դա ձեր համար չի, բայց դա ձեր գործը չի, հայեր, դա մենք կորոշենք։ Այդպիսի դատավճիռ ունենք, պատկերացնում եք ինչ հետաքրքիր բան է։ 1981 թվականի սեպտեմբերին Հայաստանի դատարանը դա իմ դատավճիռ, իմ մասին է, բայց դա ժամանակի գնահատականն է։ Ուրեմն հավաքեք այդ նյութերը, Վարդան Հարությունյանի գիրքը հակասովետական միության համար դատվածների եւ դիմեք։ Ես ասում եմ, ես ստորագրում եմ ձեր նախաձեռնության տակ, նախորդ ասում եմ, եթե դուք այդպիսի նախաձեռնությունով հանդես գաք, ես այբենական կարգով առաջիններից մեկ, առաջի տասնյակում կգնեմ, այբենական կարգով Արշակյան անձով, այդ տասնյակի մեջ կտեղավորվեմ, ես արդեն իմ ստորագրությունը տալիս եմ։ Դիմեք ազգային ժողով, մեր կարծիքով, մենք որպես Եվրաքվեի կողմնակից, ես գիտեմ դուք ով եք, Եվրաքվեի ակտիվիստներից մեկն եք, ուրեմն դիմում ենք այդ հանձնաժողովներից մեկին, դա ձևակերպենք, ընդամենը մի էջի վրա գրենք, ասենք 15 տող, տեսեք, օգոստոսի 23-ին այդ տխրահռչակ դավադիր Ռիբենտրոպ-Մոլոտով, Հիտլեր, Ստալին դաշինքն է եղել, օգոստոսի 23-ին եղել է անկախության հռչակագիրը, այս օգոստոսի 23-ին նախաձեռնեք դուք, ես կմասնակցեմ որպես շարքային Պեխաչինից, հետևակային ես կմասնակցեմ, այդ դիմեք, փորձենք մի բան անել, ասում եմ, Վարդան Հարությունյանը ունի գիրք, Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Եղիշե Չարենցը, Բակունցը, Հայաստանի Հանրապետության, առաջի հանրապետության ամբողջ պատմությունը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, մարտի 16-21 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, ես ձեզ կասեի, ավելացնենք 1833 թվականի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը 8 տարով, 8-րդ տարում վերածվեց հայկական մարզը դաշինքի գիններ, հետո դրանից հետո երկրորդ պայմանագիրը ռուս-թուրքական բարեկամության, եղբայրության եւ փոխադարձ անվտանգության 1830-ականներին այն ժամանակ սկսվեցին հակահայկական հալածանքները։ Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր ինձ հրավիրեցիք այս առիթով, փորձեք, հետո չասեք, չեմ իմացել, դուք հայլու մեջ նայեք, տեսեք, որ դուք կարևոր գործ եք սկսում, կազմակերպեք, ես գալիս եմ ձեզ հետ։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան, այս շատ կարևոր խոսակցությանը իմ հրավերն ընդունելու եւ մեր եթերին ձեր ժամանակից մեզ հատկացնելու համար ամենայն բարիք։ Տեսնում